Ողջույն սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ ջան։ Ուրեմն մենք համանցածում արդեն շատ կարևոր եւ սպասված խոսակցությունների ականատես եղանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջից առաջինը ծանոթացանք այս սպասված եւ կարևոր խոսքին, որ Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության 4 հայրենակից վերադարձել են իրենց հայրենիք։ Նախ ուզում ենք ասենք բարի գալուստ մեր շատ սիրելի հայրենակիցներին իրենց հայրենիք, ուզում ենք շնորհավորել բոլոր հայ մարդկանց, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, ծնողներին, երեխաներին, թոռներին, մայրերին, քույրերին, բոլորիդ աշկը լույս եւ շնորհավոր Հայաստանի Հանրապետություն, նաեւ շնորհակալություն Հայաստանի Հանրապետության իշխանությանը, դիվանագիտական աշխատանքներին, նաեւ շնորհակալություն խաղաղությանը։ Շնորհակալություն խաղաղությանը։ Բայց հիմնականում գիտեք ինչ ջղայնացրեց, որպեսզի ես մտնեմ ուղի եթեր նորից իմ գնահատականը հնչեցնեմ։ Բոլոր իրական Հայաստանի Հանրապետության շահերին անկեղծ հայկական սիրով սիրահարվածները ուրախանում են բարձր տրամադրությամբ իրենց գնահատականը հնչեցնում են։ Բոլոր խաղաղությանը սիրահարվածները ուրախացել են, բայց Facebook-ը թերթելով ականատես լինելով այս ուրախություններին, այս գնահատականներին, նաև տեսնում ենք, որ համացածում ինչ որ Facebook-յան օգտատերեր, որոնց գլխավերևը դրված է մեր ձևիցների լոգոն, Հայաստան դաշինքի լոգոն, ոնց որ ծանր են տանում, վերնագրեր են գրում, օй, ձևականություն է, օй, սել հերթական ձևականություն է, կարակ մի հակ դուք կողնորոշվեք, вообще ձեր ուզածը ինչ է։ Ձեր ուզածը ինչ է, այ Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներ, ձեր ուզածը ինչ է։ Գիտեք ինչ, ուրեմն ամբողջ իրականությունը ես կարող եմ գյուղաբարի լեզվով եմ ասում, բայց ես ասում եմ իմ լեզվով։ Ես խոսում եմ, արտահայտվում եմ, բարձրաձայն արտահայտվում եմ իմ լեզվով, իմ խոսքով, իմ ուղեղով։ Ես հիմա այն ինչ որ խոսում եմ, սիրտս ինչ ինձ թելադրում է, ես դա բարձրաձայն արտահայտվում եմ։ 2018 թվականից միջիմա եւ դա լինելու է ցմա, հավերժ եւ հավիտյան համակերպվեք ես իրականության հետ, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս կռվախնձոր չի օտար պետության շահերը սպասարկելու համար, որ այլևս Հայաստանի Հանրապետությունը հաստատել է խաղաղություն, որ Հայաստանի Հանրապետության համար անհրաժեշտությունը, առաջնահերթությունը միան խաղաղությունը, որովհետև կյանքը, երջանկությունը, շատացումը, հզորացումը բոլոր ոլորտներում, մեծ ներդրումները, էժանացումը, աշխուժությունը, մի խոսքով աշխարհը խաղաղության մեջ է։ Հայաստանի Հանրապետությունը հայ մարդու սեփական լեգիտիմ իշխանությունը այլևս տեսնելով հայ մարդու սեփական իշխանության վարած դիվանագիտությունը, թե ինչ դիվանագիտություն ավարում, թե ոնց աշխատում, եկել ենք այն համոզմամբ, որ հայ մարդու իրական Հայաստանի իրական իշխանությունը, հայ մարդու կողմից ձևավորված լեգիտիմ իրական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը օտարի շահերը սպասարկելու համար, որպես կռվախնձոր չի պահում, որպես կռվախնձոր չի օգտագործում։ Ուրեմն լսեք, անգաշներիդ օղ արեք, այ Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ ձեր անձնական հարստության եւ հաջողությունների համար աշխատացրածներ եւ Հայաստանի Հանրապետությունը օտարի շահերը սպասարկելու համար կռվախնձորի վերաբերվածներ, որ Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում եք որպես կռվախնձորի եւ կռվախնձորի տեղ եք օգտագործում Հայաստանի Հանրապետությունը օտարի շահերը սպասարկելու համար։ Այ օտարի լանթեր, ուշադիր լսեք եւ անկաշների տողարեք։ Այլևս Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղությունը, որովհետեւ կյանքը աշխարհը ամեն մի լավ բան, ամեն մի ուժեղացում բոլոր բնակավարներում դա խաղաղության մեջ է։ Այդ մեկ, սա ֆիքսեք։ Այլևս Հայաստանի Հանրապետությունը որպես կռվախնձորի դեր չի ստանձնելու
օտարի շահերը սպասարկելու համար։ Այլևս ոչ մի պետություն Հայաստանի Հանրապետությանը չի վերաբերվելու որպես կռվախնդրոր, որ իր անձնական իր պետության շահերը սպասարկելու համար Հայաստանի Հանրապետությանը որպես կռվախնդրոր օգտագործի, որովհետև 2018 թվականից հայ մարդու իշխանությունը այլևս թույլ չի տալիս նման օրակարգ, նման վարքագիծ, այլևս տեղ չի տալիս նման պետություններին։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունը աշխարհի հետ շփվում է, աշխարհի բոլորի հետ, Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի, Չինաստանի, աշխարհի հետ, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, աշխարհի հետ շփվում է։ Իշա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից բխող քայլերով, գործողություններով։ Հայաստանի Հանրապետության շահը եւ հայ մարդու շահը այն ինչ որ թելադրում է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը աշխարհի հետ շփվում է այդպես։ Իշա Հայաստանի Հանրապետության շահի։ Մոսկվայի հետ եթե շփվում է այսքան, ուրեմն Հայաստանի Հանրապետության շահն է ստիպում, որ Մոսկվայի հետ շփվի այսքան։ Իրանի հետ շփվում է այսքան, ուրեմն Հայաստանի Հանրապետության շահն է ստիպում, որ շփվում է այսքան։ Թուրքիայի հետ շփվում է այսքան, ուրեմն Հայաստանի Հանրապետության շահն է ստիպում, որ շփվի այսքան։ Ամերիկայի, Եվրոպայի, Հնդկաստանի, Չինաստանի, աշխարհի հետ շփվում է այսքան, ուրեմն Հայաստանի Հանրապետության շահերն է ստիպում, հայ ժողովրդի շահն է ստիպում, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի հետ շփվի այսքան, հասկացաք։ Անկաշներից մի բան օղարեք, այլևս Հայաստանի Հանրապետությունը իր հարևան պետությունների հետ իր հարաբերությունները ավելի է կարգավորում։ Այլևս Հայաստանի Հանրապետությունը իր հարևան պետությունների հետ իր հարաբերությունները կարգավորում է։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփական իշխանությունը այլևս խնդիր է դրել իր առջև։ Սա իրենց մեր իշխանության վարած դիվանագիտական աշխատանքներից մենք այդ խոտառությունն ենք զգում, որ այլևս հայ մարդը չի սպանվելու, որ հայ մարդը ապրելու է խաղաղ երկնքի տակ, որ Հայաստանի Հանրապետությունը ապրելու է խաղաղ երկնքի տակ եւ իր հարևան պետությունների հետ կարգավորելով իր հարաբերությունները։ Ես մի բան եմ հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի մնալու մի ճանապարհի հույսին, որը տարին 12 ամիս փակ է։ Այլևս Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող գործարար մարդիկ, բիզնեսմեն, առևտրող, բոլոր գործունակ մարդիկ չեն մնալու մեկ ճանապարհի հույսին 2 մետր լայնությամբ լարց ճանապարհի հույսին, որը տարին 12 ամիս փակ է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության գործարար աշխատող մարդկանց ճանապարհները ի շնորհիվ խաղաղության եւ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իշխանության վարած դիվանագիտական իշա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի աշխատանքի արդյունքի շնորհիվ գործարար հայ մարդու ճանապարհները շատանում է, ավելանում է եւ հեշտանում է։ Ժողովուրդ ջան, արա ինչ ասես սրանց։ Գիտե, սրանք ազգային անվտանգության խնդիր են։ Հայ մարդու հաջողություններից տխրողները, խանդող հայ մարդու հաջողությունների Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, նրանք ովքեր խանդով են վերաբերվում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, խաղաղությանը, հայ մարդու երջանիկ կյանքին, Ժորժ ջան, դրանք Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներ են։ Դրանք Հայաստանի Հանրապետության ներկա եւ ապագայի սպառնալիքներ են։ Եվ քաղաքակիրթ մակարդակով դրանց գործողությունը պետք է մահանա Հայաստանի Հանրապետությունում։ Դրանք պետք է դեպորտացիա ակսորվեն Հայաստանի Հանրապետությունից։ Դրանք որևէ հնարավորություն չպետք է ունենան այդ Հայաստանի Հանրապետության ներկա եւ ապագայի սպառնալիքներին, որ որևէ գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում։ Որովհետեւ դրանք տարապում են այն մոլուսքում, թեև պետք է Հայաստանին տեսնեն կամ ներքաշեն պատերազմի մեջ, որպեսզի Հայաստանի Հանրապետության ու ամեն ինչ անեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը որևէ հաջողություն չգրանցի, իրենք օգտվելով Հայաստանի Հանրապետության անհաջողություններից, որպես գուբերնատորներ գան եւ ինչ որ կաբինետներում վերընկնեն, ինչպես այսօր, այդպես էլ միշտ, ինչպես որ արել են ստրուկի կարգավիճակում ծառայություն մատուցեն ցարերին։ Հիմա սրանց գործնեությունը ըստ ձեզ ինչ կարևորություն է տալիս հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, բացի վնաս տալուց, սրանք ինչ օգուտ են տալի հայ մարդուն։ Այս որ եկել են սենց այս օտարին սիրահարվածները, որ սենց եկել են հայ մարդուն կեղծավոր սեր են քարոզում։
փորձ անելով, որ իրենք իրենց կեղծավոր սիրով կարող են հայ մարդու սիրտը գրավեն, հա, հայ մարդու սիրտը զբաղված է, օտարին սիրահարված լանթեր, օտարին սիրահարված լանթեր, հայ մարդու սիրտը զբաղված է, որտև հայ մարդը 2018 թվականից վայելում է մաքուր անկեղծ հայկական սերը իր սեփական իշխանության կողմից, եւ ոչ ոք այլևս իր կեղծավոր սիրով չի կարող գայթակղել հայ մարդու սիրտը։ Կեցե հայ մարդը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձևավորված լեգիտիմ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության եւ Նիկոլ Փաշինյանի թիմը Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի հաջողությունն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի հաջողությունն է, ձեռքբերումն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության խաղաղությունն է, խաղաղության սիմվոլն է եւ Հայաստանի Հանրապետության խաղաղություն բերողն է։ Սա է իրականություն։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը օտարի ստրուկներից ազատագրածն է։ Իրական Հայաստանի Հանրապետությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը միջև հիմա այդ գործունեությունը, այդ սուրբ աշխատանքը իրականացնում է։ Եվ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր ինստիտուտները ազատագրելու է օտարի ստրուկներից, օտարի կակեբեշնիկներից, օտարի շահերը սպասարկողներից։ Բոլոր ինստիտուտները ազատագրված է։ Մնացել է ամենայն կարևոր, ամենայն արժեքավոր ինստիտուտներից մեկը, դա հայ առաքելական սուրբ եկեղեցին է, հայ մարդու սեփականությունն է, հայ մարդու տունն է, իհարկե եւ ամենակարևորը դա Աստծո տունն է, Աստծո տունն է։ Շատ շուտով, այո, եկեղեցին է, դա ինստիտուտ է։ Բոլոր ինստիտուտների նման ավելի իր կարևորագույն արժեքը ունեցող եւս մեկ ինստիտուտ է։ Այո, Աստծո տունը եկեղեցին Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտ է։ Ինչպես ազգային ժողովի շենքնային ինստիտուտ, ինչպես կառավարության շենքնային ինստիտուտ, ինչպես տարբեր տենց պետական կարևորագույն շենքեր են ինստիտուտներ, այդպես էլ եկեղեցին այն ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում իր ավելի կարևորագույն արժեքը ունեցող Աստծո տունը, հայ մարդու սեփականությունը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր ինստիտուտները Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ազատագրել է օտարի շահերը սպասարկող աղգետներից։ Եվ այլևս 2018 թվականից ի վեր եւ ծմա որևէ մեկը չի կարողանալու բոլոր հնարավորություններից զրկվել են, բոլորը դրանք ռոբասերժական խուլիգան բանտան 2018 թվականին զրկվել է այն հնարավորությունից, որ կկարողանա Հայաստանի Հանրապետությունը իրենց անձնական եւ հաջողությունների համար աշխատացնեն։ Զրկվել են, չունեն այդ հնարավորությունը այլևս։ Չունեն այն հնարավորությունը, որ կեղծ կենացներով կարող են հայ մարդկանց հարբացնել։ Եվ Հայաստանի Հանրապետությունը որպես կռվախնձոր օտարի շահերը սպասարկելու գործիք օգտագործեն, որ օտարը ոնց ուզենային ձվել օգտագործի։ Չկա, գոյություն չունի այլևս։ Որովհետև 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունը ավելի ինքնիշխան, ինքնուրույն Հայաստանի Հանրապետություն է։ Ինքնիշխան եւ ինքնուրույն։ Կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե ինքնիշխան, ինքնուրույն Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե մեր շատ սիրելի հայ ժողովուրդը, որ անկեղծ սերը կեղծավոր սիրուց տարբերում է, որ թացը չորից տարբերվում է։ Կեցե հայ ժողովուրդը, ովքեր որ կանգնած են իրենց սեփական պետության շահերը սպասարկելու սուրբ գործին։ Կեցե բոլոր այն հայ ժողովուրդը, ովքեր անկեղծ մաքուր հայկական սիրում են սիրահարված իրենց սեփական պետությանը եւ սպասարկում են միան իրենց սեփական պետության շահերը։ Աստծով բարի գալուստ մեր եղբայրներին իրենց հայրենիք։ Բարի գալուստ։ Ուրախացել ենք, ուրախություններից չափ ու սահման չկա,
տարոսը մնացած մեր հայրենակիցներին, որպեսզի վարկյան առաջ մեր հայրենակիցները նորից վերադառնան իրենց հայրենիք։ Տարոսը եւ վստահ ենք, հույսով ենք, որ կվերադառնան։ Աստծով լավ եղեք։ Հայաստանի Հանրապետությանը խանդող վերաբերվողները, Հայաստանի Հանրապետությունը գուբերնայի կազմում գուբերնայի կազմում տեսնող ստահակները, Հայաստանի Հանրապետությունը մեզ օտարի շահերը սպասարկող լանթերի գործնեությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է կասեցվի, դրանք պետք է ակսորբեն Հայաստանի Հանրապետությունից։ Չնայած 4-5 ամսից ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում հայ ժողովուրդը դրանց ընտրատեղամասում եւ ակսորելու է, եւ իրենց գործնեությունը կասեցնելու է, եւ քաղաքական մակարդակով սատկացնելու է, որովհետեւ հայ մարդը տարիներով սպասված իր քաղաքակիրթ մակարդակով վրեժը իրականություն է դարձնելու հունիս ամսին ընտրությունները թե հուլիս 4-5 ամսից հայ ժողովուրդը, հայ մարդը տասնյակ տարիներով սպասված իր վրեժը քաղաքական մակարդակով իրականություն է դարձնելու ընտրատեղամասում, քաղաքակիրթ մակարդակում իր վրեժը լուծելու է եւ քաղաքակիրթ մակարդակով սրանց բերանից վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը։ 5 ամիս, բայց մինչև մի 5 ամիսն է պետությունը պետք է քաղաքակիրթ մակարդակով, օրենքի ուժով իր գնահատականը տա եւ Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքներին իրենց տեղը դնի։ Դրանք Հայաստանի Հանրապետության մեր այսօրվա եւ վաղվա ապագայի սպառնալիքներն են։ Եվ քաղաքականապես ոչնչացում, քաղաքական սատկացում դրանց։ Դրանց քաղաքական մահ։ Եվ քաղաքական մահը կգնա դրա հետևից։ Քաղաքական մահին իրենք կարժանանան եւ քաղաքական մահը հենց այս վարքյանից արդեն իսկ իրանց հետևից պետք է գնա։ Ուրեմն արդեն մեզ բոլորիս հայտնի սպասված եւ կարեւոր լուրը, որ հասանելի է, որի համար մենք շատ ուրախ ենք, մեր շատ սիրելի հայրենակիցների վերադարձը իրենց հայրենիք, իրենց մայրերին, հայրերին, տատիկներին, պապիկներին, երեխաներին, իրենց կանանց, գիտես ձևականություն չի լինի, չնայած իրանց հարազատների չափ կարող է իր ուրախությունը ես եւ դուք սիրելի մարդիկ, սիրելի Հայաստանի Հանրապետությանը եւ սիրահարված մարդիկ ջան, սուտ կալի որ ասենք իրանց ընտանիքի չափես ուրախությունը կիսում ենք, բայց նաեւ սուտ չնի ասելը, որ իրոք որ իրենց ընտանիքի չափ այս ուրախությունը անձամբ ես կիսում եմ նաեւ բոլոր շատ 100 հազարավոր հայրենակիցներ եւ դրանցից ես առանձնացնում եմ այս օտարի լանթերին, ովքեր արդեն որոնք ընդդիմադիր գործիչներ են, որոնք ընդդիմադիր բլոգերներ են, որոնք ընդդիմադիր լրագրողներ են, որ արդեն սկսել են հոխորդալը։ Արդեն բացի դրանից հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը սիրահարված ժողովրդին ես ուզում եմ շնորհավորել, նաեւ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձևավորված լեգիտիմ իշխանությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ ուզում եմ ասեմ կեցե Հայաստանի Հանրապետության անշշուկ առանց կենասների, առաջ խիպիշների, շուխուրների դիվանագիտական աշխատանքներին, որ կենասներ ռաբիս չեն ասում, ռաբիս կենասներով հայ ժողովրդին չեն հարբեցնում, կեղծ սրտմաճմլի կենասներով, այլ առանց շուշուկի, առանց որևէ շուշուկի իշա Հայաստանի Հանրապետության, իշա հայ ժողովրդի դիվանագիտական աշխատանքներ են անում եւ սենց մեզ բոլորիս օրորի անակնկալներ են, իրենց անակնկալներով ուրախացնում են։ Սիրելի ժողովուրդ, լավ, ախր սրանք այն ձև արքագից ունեն, այն ձև են իրանց պահում, որ առանց ներվայնանալու, առանց էմոցիայի գերին դառնալու, անհնար է այս օտարի լանթերին, տրապկեքին արձագանքելը, անհնար է ուղղակի, բայց անկախ այս անհնարությունից, քանի որ մենք հնարավորին անհնարին հնարավոր դարձնող ժողովուրդ ենք, ու 18 թվից միջի մատ դարձնում ենք, ու էլի ենք դարձնելու, ամեն վարքյան, ամեն օր ենք դարձնելու, թող որևէ մեկը չկասկածի։ Ամեն ինչ կանենք, որպեսզի
էմոցիայի գերին չդառնանք։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, մենք օր-օրի հասկանում ենք, չէ, որ այս տականքները Ռոբիկ, Սերժի, Ձևիսներ ու իրանց այդ մաֆիայով 2018 թվականի մերժված խուլիգան մաֆիայով այդ փաթեթը, որ այդ փաթեթը, այդ մերժված փաթեթը, թե ինչքան ատելությամբ է լծված Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հայ ժողովրդի։ Այս օտարին սիրահարվածները, այս որ հենց կեղծավոր սիրող խոսույթներ են քարոզում հայ ժողովրդին, ու այս օտարի լանթերը, այս ստահակների զիբիլները, գիտեն թե իրանց կեղծ սիրահարական խոսքերով կարողանալու են հայ մարդու սիրտը գայթակղեն, հա, հայ մարդու սիրտը շահեն, գրավեն կամ տեղ զբաղեցնեն հայ մարդու սրտում։ Խես ստահակներ այս օտարի փնթի կեղտոտ օգտագործվող տրապկեքը միջև մատ չեն հասկացել, որ հայ մարդու սիրտը զբաղված է եւ հայ մարդը իր սեփական իշխանության կողմից վայելում է մաքուր անկական, մաքուր հայկական անկեղծ սերը։ Զգացել են։ Բայց դե հիմա փորձել են, որ ասում են կրկին փորձիր, բայց սա այն դեպքերից չէ, որ կրկին փորձիր կարող է հաջողություն գրանցես, դուք այնպես եք ոչնչացված քաղաքական մակարդակով, այ օտարի լանթեր, ձեզ հայ ժողովուրդը այնպես է ճանաչում, որ ձեր հարազատ ծանողները ձեզ այդպես չեն ճանաչում, որ ինչքան էլ կրկին փորձեք, ձեր մոտ ոչինչ չի հաջողվելու, որովհետև հայ ժողովուրդը գիտի, որ դուք օտարին սիրահարված, օտարի շահերը սպասարկող լանթեր եք, Հայաստանի Հանրապետությանը ատելությամբ լծված Հայաստանի Հանրապետությանը։ Գիտեք ատելության մի պատճառը, գիտեք սրանք բավարար ինչի համար են սենց ատելության լծված Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Ասեմ, սիրելի ժողովուրդ, որովհետև 2018 թվականին այս օտարի լանթերը զրկվել են այն հնարավորությունից, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանան իրենց անձնական հարստության եւ հաջողությունների համար աշխատացնել։ Շատ են հարց տալի այս լրագրողները Հայաստանի Հանրապետությունից թալանված միլիոններից կերակրվող այդ լափամաներից օգտվող լրագրողները ժողովրդին։ Ասում են տարբերությունը որն է այսօրվա իշխանության եւ մերժված օտարի լանթերի։ Ասենք տարբերությունը որն է։ Տարբերությունը ամենաառաջին տարբերություններից մեկն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ձևավորված լեգիտիմ իշխանությունը աշխատում է Հայաստանի Հանրապետության հաջողությունների եւ հարստությունների համար։ Իսկ այս մերժվածները Հայաստանի Հանրապետությունը աշխատացրել են իրանց անձնական հաջողությունների եւ հարստությունների համար։ Ահա տարբերություններից մեկը։ Երկրորդ տարբերությունն է դղյակների պատմությունն է, որ Հայաստանի Հանրապետության ամենամերձավոր գյուղ, որտեղ որ գնում ես, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի դղյակներն է, որտեղ հարյուրավոր մարդիկ են բարձր գիտելիքներ ձեռք բերում, իհարկե, որ այդ ամենամերձավոր գյուղը որ գնում ես, իհարկե, էլի ամենայն սենց, չգիտեմ, եվրոպական ստանդարտերին համապատասխան, սենց այդ կոմֆորտ եւ գեղեցիկ ճանապարհներով ես գնում։ Էդի է, որ սես գնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դղյակները, բանը որ տեսնում ենք, հարյուրավոր դղյակներ։ Ու մեկ է որ գալիս ենք 18 թվականի մերժված խուլիգան մաֆիայի դղյակներն ենք տենում։ Արդեն այդտեղ հուշտ ենք կննում, մեզ վատ ենք զգում։ Ասում ենք, բայց չհասկացա։ Բա մենք սրա համար հեղափոխություն արինք, բա մենք սրա համար իշխանություն ընտրեցինք, վարչապետին ընտրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամերձավոր գյուղում միլիոնավոր դոլարներ ծախսի, իր համար դղյակ սարքի, որտեղ հարյուրավոր աշակերտներ կկարողանան բարձր գիտելիքներ ձեռք բերեն հարմարավետ գեղեցիկ պայմաններում, ամբողջ իր կոմֆորտ հարմարություններով, որ 5-10-15 տարի հետո մեր շատ սիրելի աշակերտները իրենց այդ ձեռք բերած բարձր գիտելիքները Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի ուժեղացման, հզորացման մեջ ներկդնեն եւ կծառայացնեն իշա Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի ուժեղացման եւ հզորացման համար։ Ամենակ դրանից ենք նեղում։ Սիրելի ժողովուրդ, այս սրբությունները կորցրած անբարոյականների վաստակներին, իհարկե ներողությունը ես չեմ ուզում, արա ախր չես կարող որ չասես, բայց էլի գրական խոսյութի մեջ
Պետք է երկու հատ կոպիտ բառ ասեմ, որ մի քիչ սիրտը սովանա սրանց։ Արա լավ, էս ի՞նչ կարգի եք դուք ատելությամբ լցված, այս պետությանը եւ այս պետության մեջ ապրող ժողովրդի նկատմամբ։ Ինչա, որ այս պետության ժողովուրդը ձեզ զրկել են հնարավորությունից, որ դուք այլևս հնարավորություն չունեք այս պետությունը ձեր անձնական հարստության եւ հաջողությունների համար աշխատացնեք, որ դուք այլևս հնարավորություն չունեք այս պետությունը օտարի շայրը սպասարկելու գործում օգտագործեք եւ օտարը որպեսզի այս պետությանը կռվախնձորի տեղ վերաբերվի, որ իր անձնական իր պետության շայրը սպասարկելու համար այս պետությանը որպես կռվախնձոր օգտագործի, հնայ գուբերնատորներ, այ օտարի գուբերնատորներ, այդ սրբությունը սրանք, սիրելի ժողովուրդ, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Սրանք Հայաստանի Հանրապետության ներկայ եւ ապագայի սպառնալիքներն են։ Սրանք ազգային անվտանգության լուրջ սպառնալիք են։ Եվ սրանք ազգային անվտանգության լուրջ հարց են, որ ազգային անվտանգությունը պետք է սրանցով զբաղվի։ Սրանց գործունեությունը պետք է դադարեցվի։ Դաշնակցական կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը քաղաքական մակարդակով պետք է սպանվի, ոչինչ չանա։ Այս հայոց լեզվին չտիրապետող ստահակները, մերժված խոլիգան բանտան պետք է աքսորվեն, կուլակ կաթափ լինեն։ Պետք է դրանց ոտների, դրանց գլխի վրա պետք է կախել քաղաքական մակարդակով, պետությունից թալարված ամենայն վերջի լուման պետք է քամել եւ աքսորեն զրկեն Հայաստանի Հանրապետության քաղաքականությունից եւ աքսորեն Հայաստանի Հանրապետությունից։ Սրանք ազգային անվտանգության խնդիր են։ Հայաստանի Հանրապետությունում այս օտարին սիրարված օտարի շահերը սպասարկողները, Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների խանդով ատելությամբ վերաբերվողները պետք է քաղաքականապես սպանվեն Հայաստանի Հանրապետությունում ու կսպանվեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքական մակարդակով։ Սրանք են։ Սրանց մասին ամեն ինչ ասված է, մենք չենք կարող անդադ նույնը իրանց մասին ասենք, որովհետև ամեն մի հայ մարդ իրենց կենսագրությանը ծանոթ է այնպես, ինչպես իրենց հարազատ ծնողները չեն ծանոթ իրենց։ Անդադ նույն բանը ասել, դե անհնարին։ Ու այո, միակ պատճառը դա է, սիրելի ժողովուրդ, որ սրանք ատելությամբ են լցված Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սրանք հնարավոր անհնարին ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը ներքաշեն մեծ պատերազմի մեջ եւ այդ պատերազմի ընթացքում հնարավոր եւ անհնարին ամեն ինչ անեն իրենց մուտիտներով, պարաժով, իրենց դավաճանություններով, իրենց թիկուկից հարվածելով, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հաջողություն չունենա այդ պատերազմում, որպեսզի իրենք մայրաքաղաք Երևանում հրապարակում գտնվող կառավարության շենքում որպես գուբերնատորներ վերընկնեն եւ ինչպես խոնարհ ծառայի նման ծառայություն են մատուցել, միջ առեսուրս են մատուցում են, այդպես շարունակեն խոնարհ ծառայի նման գուբերնատորի պորտֆելները վերցրած ծառայություն մատուցեն օտարին։ Եվ էլի ինչ որ մի տասնյակ տարիներով Հայաստանի Հանրապետությունը արդեն գուբերնայի կարգավիճակում տասնյակ տարիներով իրենց անձնական հաջողությունների, հարստությունների համար օգտագործեն, խուսափեն պատասխանատվությունից եւ վայելեն Հայաստանի Հանրապետությունից տասնյակ տարիներով թալանված միլիոնները։ Ձեր երազանքները իրականություն չի դառնալու, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը այլևս հայամետ, պետականամետ Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին անկեղծ մաքուր հայկական սիրով, սիրահարված իշխանության ձեռքերի ամուր ձեռքերի մեջ է։ Այդ համար ձեր մոտ չի ստացվելու։ Ձեր երազանքները մահանալու է ձեր մտքերում, ձեր սրտերում։ Ուզում եմ ավելի կոպիտ բառեր օգտագործեմ, բայց պետք է ինձ տիրապետեմ։ Ձեր երազանքները իրականություն չի դառնալու։ Օտարի լանթեր։ Ուղղակի իրականություն չի դառնալու։ Որովհետև դուք արդեն իսկ վերջնականապես քաղաքական մակարդակով մահացած եք։ Դուք փորձում եք վերակենդանալ, դուք փորձում եք ձեր այդ քաղաքական մակարդակով մահացած քաղաքական կյանքը վերակենդանացնել, բայց երկրագնդի վրա չկա այնպիսի բժիշկ, որ կկարողանա ձեր քաղաքական մակարդակով մահացած քաղաքական կյանքը վերակենդանացնելու։ Չկա, աշխարհում նման բժիշկ գոյություն չունի։ Աշխարհում նման դեղաբույժ չկա, որ ձեզ կփրկի։ Որովհետև դուք տառապում եք չարվորակ վռուցքով, որին չկա բուժում։
Ուղղակի ձեր այդ քաղաքական կյանքը արդեն, չգիտեմ, վարքյաններից է կախված, դե հիմա Ձեզ հույս չեն տվել, ոչ մի բժիշկ ձեզ հույս չի տվել։ Դե մեջքան կապրեք, մի ամիս կապրեք, երկու ամիս, 3 ամիս, 4 ամիս, 5 ամիս, հաստատ 5 ամսից ավել քաղաքական մակարդակով չեք ապրելու, որովհետև 5 ամսից հետո արդեն վրա է հասնում հայ մարդու տասնյակ տարիներով սպասված վրեժի ժամանակը, վրեժի ժամանակն է վրա հասնում, եւ հայ մարդը քաղաքակիրթ մակարդակով տասնյակ տարիներով իր սպասված վրեժը իրականացնելու է, եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ քաղաքական մակարդակով ձեր բերանից վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արունը, այ օտարի լանթեր, օգտագործված լանթեր, կեղտոտ փնտի լանթեր, այ կրեմլյան պետքարանների, այ կրեմլի զուգարանների մաքրման լանթեր, դուք այն լանթն եք, որոնցով կրեմլի զուգարանների ներսն են մաքրում, կեղտոտ, ոչ թե մաքուր լանթեր եք, դուք այն օգտագործված փնտի կեղտոտ լանթերն եք։ Սիրելի մարդիկ, բոլորդ կոռեկտության մեջ գրական խոսույթով ձեր բնական կարիքները կոմետերով հոգացեք այդ ռոբասերժական խուլիգանից օտարպետության օգտագործող լանթերի վրա ձեր պետքարանները մի օգտագործեք, խնայեք ձեր պետքարանները եւ ձեր բնական կարիքները քաղաքակիրթ ֆորմատի մեջ, խոսույթի մեջ հոգացեք սրանց բերանի մեջ այս լանթերի։ Եկել են հայ, գիտես ինչ, ինձ ամենաշատը հետաքրքրում է սովորական շարքային քաղաքացիների ճակատագիրը եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես հպարտ եմ որ 4 Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի հայրենակից շատ սիրելի հայրենակիցներ վերադարձել են իրենց հայրենիք եւ հույսով եմ եւ աղոթում եմ ամեն օր որպեսզի ոչ թե ռազմագերիները ոչ թե արցախյան էլիտան ոչ այլ շարքային քաղաքացիները ովքեր որ հիմա Բաքվի բանտերում են շարքային հույսով ենք վստահ ենք որ իրենք են վերադառնալու ու վերադառնալու եք սիրելի հայրենակիցներ որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունը օրը 24 ժամ աշխատում է ձեր վերադարձի համար սիրելի հարազատներ մայրեր քույրեր գիտեմ դժվար է գիտեմ որ անհամբեր սպասում եք սիրտը ցավում է բայց ես մի քիչ էլ համբերություն ու հավատացած եղեք որ վերադառնալու են մեր եղբայրները իսկ այն էլիտան ինձ չի հետաքրքրում նրանց ճակատագիրը вообще չի հետաքրքրում դրանց ճակատագիրը вообще չի հետաքրքրում կարող եմ մի քիչ կոպիտ եմ ասում բայց սրտից ցանկությունն եմ ասում սիրտս ինչ թելադրում է այն եմ ասում չի հետաքրքրում Սիրելի հայրենակիցներ անկախ օտարին սիրահարված այս օտարի շահերը սպասարկող լանթերի ցանկությունների Հայաստանի Հանրապետությունում ձերի սեփական իշխանության պետականամետ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղությունը որովհետև ինչպես դուք այդպես է ձեր կողմից սեփական ձևավորված լեգիտիմ իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շատ լավ հասկանում ենք ժողովուրդ ջան որ կյանքը երջանկությունը աշխուժությունը զարգացումը բոլոր բնակավարներում որ աշխարհը դա խաղաղության մեջ է ու այդ խաղաղությունը հաստատված է արդեն իսկ հաստատված է ու ամեն օր օրի վրա այս հաստատված խաղաղությունը ավելի է ամրանալու ավելի է ուժեղանալու եւ իր արդյունքները ավելի է լավ տալու եւ այդ տված արդյունքներից այդ բարիքներից Հայաստանի Հանրապետություն եւ հայ ժողովուրդը օգտվելու է այդ խաղաղությունից տված բարիքներից ինչպես որ արդեն վերջի մի քանի ամիսների վերջի 1 տարվա ընթացքում օգտվում է սա այս օտարին սիրահարված օտարի շահերը սպասարկողներն էլ լավ գիտեն դրա համար ամեն ինչ անում են որպեսզի խոչընդոտ հանդիսանան այս խաղաղության սպառնալիքները ամեն ինչ անում են որպեսզի խաղաղությունը վերածեն պատերազմի բայց չի լինելու նրանք ովքեր Հայաստանի Հանրապետությունում տարապում են այն մոլուսկով որ խաղաղությունը վերածեն պատերազմի իրենք քաղաքական մակարդակով մահանալու են ոչնչանալու են որևէ մեկին Հայաստանի Հանրապետությունում չի հաջողվելու խաղաղությունը վերածի պատերազմի չի հաջողվելու նրա մտքով որ կանցնի նրանք ովքեր կփորձեն քաղաքական մակարդակով ոչնչանալու են քաղաքականապես հայտնվելու են հայ մարդու ոտքերի տակ եւ քաղաքական մակարդակով հայ մարդու ոտքերի տակ ենթարկվելու են սամասուդեն ենթարկվելու բառից ուղիղ իմաստով ու թող դրանք մի բան իրենց մտքում իրենց անկաշներին օղանեն իրենց մեջ չգիտեմ մի հատ իրանց ուղիղի մեջ մի հատ հատուկ օրագիր ընտրեն ու այդտեղ գրեն այդ օրագրի մեջ
որ հայ մարդը անհնարինը հնարավոր դարձնողն է։ Ու թող դրանք մտածեն, որ իրենց այն ամենայն վատ երազում անհնարին է պատկերացնելը, որ այն ինչ որ մտածում եք, ձեր ամենայն վատ երազում որ կարող եք մտածեք, որ դա անհնարին է, այդ անհնարինը դուք ձեր անգաչին օղար եք։ Սա զգուշացում ձեզ քաղաքական մակարդակով զգուշացում ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ ջան, կեցե խաղաղությունը, որ արդեն իսկ հաստատվեց է Հայաստանի Հանրապետությունում, կեցե այն դիվանագիտական աշխատանքը, որ այլևս կեցե Հայաստանի Հանրապետության իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ այլևս որևէ պետության հետ չի շփվում այնպես կամ որևէ պետությանը չի տալիս որևէ առիթ, որ կարելի է Հայաստանի Հանրապետությանը օգտագործել որպես կռվախնձոր եւ իր քաղաքական շահերի համար Հայաստանի Հանրապետության օգտագործելով որպես կռվախնձոր օգտագործի հայ ժողովրդին։ Շնորհակալություն անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ այ աշխարհում որևէ պետությանը նման բան թույլ չի տալիս, որ կարելի է Հայաստանի Հանրապետության հետ շփվել այնպես, վերաբերվել Հայաստանի Հանրապետությանը այնպես, ինչպես վերաբերվում են կամ ինչպես վերաբերվել են որպես կռվախնձորի, որ Հայաստանի Հանրապետությանը որպես կռվախնձոր կարելի է օգտագործած ու կեղծ կենացներով հայրենասիրական ճառեր ասած։ Կեղծ կենացներով կարելի է ճառեր ասած, որ սիրելի Հայաստան, մենք ձեր բարեկամն ենք, մենք ձեր ռազմավարական ընկերն ենք, էսյան այնա։ Իսկ խեղճ հայ ժողովուրդն է կարելի է հարբել այդ կեղծ կենացների ներքո եւ խափված զգայրեն։ Այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կեղծ կենացներից չեն հարբում։ Մենք թարգել ենք խմիչքը, մենք խմիչքի հետ, մենք էլ թթի օղին մենք խմում ենք, գիտես ինչ, մենք օրեկան ոչ թե լիտրելով թթի օղի ենք խմում ու հարբում։ Մենք օրեկան մի բաժակ թթի օղի ենք խմում, էդ էլ ասում են առողջ ճարարա, դրա համար։ Այլ ոչ թե օրեկան լիտրերով թթի օղի ենք խմում, որ հարբենք, ոչ։ Մենք այլևս էլ թթի օղի չենք խմում լիտրերով, որ հարբենք։ Մենք շատ կարանք օրեկան մի բաժակ թթի օղի խմենք, զուտ բժիշկներն են ասում, որ առողջ ճարարա դրա համար։ Մենք այլևս կեղծ կենացներից չենք հարբում, մենք թացը չորից տարբերում ենք։ Սիրելի հայրենակիցներ, մենք ասելով մենք էլի բոլորս։ Եվ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղությունը, Հայաստանի Հանրապետությունը այլևս իր հարաբերությունները վերականգնում է իր հարևան պետությունների հետ։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ մեկին թույլ չի տալու, որ մեզ մեր հարևան պետությունների հետ կռվացնի, որպես ինքը քաղաքական հաջողություններ գրանցի իր քաղաքական շահերի համար, ոչ մի պետություն, սիրելի պետություն։ Ռուսաստան, Կրեմլ։ Այլևս դու Հայաստանի Հանրապետությանը, սա ասում եմ, ինչի՞ եմ ասում Կրեմլը, որ Կրեմլի տասնոճիկները օգտագործող լանթերը, այդ ռուսաստանբնակ օլիգարխները, այդ հայոց լեզվի հետ կապ չունեցողները, որ հստակ իրանց ագաչին օղան են։ Կրեմլի շահերը, օտարի շահերը սպասարկող փնթի լանթեր։ Այլևս այն ում շահը որ սպասարկում եք, Հայաստանի Հանրապետությանը իր հարևան պետությունների հետ չի կռվցնելու, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այլևս իր հարաբերությունները կարգավորում է իր հարևան պետությունների հետ, որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության շահից, որովհետև դա բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահից, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից լեգիտիմ ձևավորված իշխանությունը աշխարհի շփվում է այնքանով, ինչքանով որ Հայաստանի Հանրապետության շահն է թույլ տալի։ Մոսկվայից շփվում է այսքան, ուրեմն այդքանն է պետք, ուրեմն Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից է բխում։ Ամերիկայից շփվում է այսքան, Ֆրանսիայից շփվում է այսքան, Իրանից շփվում է այսքան, Հնդկաստանից շփվում է այսքան, Չինաստանից շփվում է այսքան, Թուրքիայից շփվում է այսքան, Ադրբեջանի հետ այսքան, Վրաստանի հետ այսքան, ինչքանով որում հետ շփվում է, ուրեմն դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Ուրեմն դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերն է թելադրում։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ի տարբերություն ձեզ, մերժված խուլիգան մաֆիա, աշխարհի շփվում այնպես, ինչպես որ թելադրում է իր սեփական ժողովրդի շահերը, այլ ոչ թե Կրեմլի շահերից ելնելով է աշխարհի հետ շփվում, այլ ոչ թե նստած սպասում է թե Կրեմլից ով պետք է զանգի ասի, գիտես ինչ, այս ինչ տեղը պետք է գնաս, այն ինչ տեղը չպետք է գնաս, կամ եթե այս ինչ տեղը գնաս, պետք է այս ինչ բանը խոսաս։ Այլևս Հայաստանի Հանրապետության հարստությունը գույք պարքի դիմաց, որպես հաճոանալու միջոց, օտարին չի նվիրաբերվում։ Այ օտարի լանթեր։ Այլևս Հայաստանի Հանրապետությունը պաշտոնյաների անձնական հարստության եւ հաջողությունների համար չի աշխատվում։ Այ Հայաստանի Հանրապետության իշխանությունը
աշխատում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հաջողությունների եւ հարստության համար։ Այլևս Հայաստանի Հանրապետությունը օտարի գործիք չէ, որ օտարը ոնց ուզենա ինձ օգտագործի։ Այլևս Հայաստանի Հանրապետությունը սպասարկում է իր շահը եւ այո Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, հայ ժողովրդի շահերից է բխում, որ ցամա չսպանի, չսպանվի, չսպանի, չսպանվի։ Այո Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից է բխում, որ մի ճանապարհի հույսին չմնա 3 մետրանոց 2 մետրանոց լանության, որի անունը Ղարս է, ինքն է տարին 12 ամիս փակ վիճակում է։ Այո Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից է բխում, որ ոչ թե ունենա մեկ ճանապարհ, որը տարին 12 ամիս փակ է, ունենա 2-3 ճանապարհ, որով կարելի է աշխարհի հետ կապի մեջ մտած, աշխարհից շփված, առևտուր արած։ Այո։ Այո, ու այո Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, հայ ժողովրդի շահերից է բխում, որ իր հարևան պետությունների հետ իր հարաբերությունները կարգավորի։ Ու Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ իր հարևան պետությունների հետ իր հարաբերությունները կարգավորում է եւ կարգավորելու է օրորի ավելի ամրացնելու իր հարաբերությունները իր հարևան պետությունների հետ։ Հայաստանի Հանրապետությունը ուզի չուզի իր տարածաշրջանը այնտեղ է, որտեղ որ մենք կանք։ Մենք ուզենք չուզենք մեր հարևանները Պարսկաստան, պարսիկներն են, վրացիներն են, թուրքերն են եւ ադրբեջանցիներն են։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այո, իր բոլոր հարևանների հետ իր հարաբերությունները պետք է իր հարաբերությունները պետք է կարգավորի։ Պետք է իր հարևանների հետ ապրի խաղաղ մթնոլորտի տակ։ Պետք է իր հարևաններին չսպանի, իր հարևաններն էլ իրան չսպանեն։ Այո, պետք է հարևան պետություններով գնացքները գնան, որտեղ կա միլիոնավոր դոլարների ներդրումներ, որտեղ կա էժանություն, որտեղ կա շարժ, աշխուժություն, որտեղ կա աշխարհ, որտեղ կա աշխուժություն, որպեսզի աշխուժ, աշխատավոր հայ ժողովուրդը մտնի մեծ շուկա, մեծ շարժի մեջ, ոչ թե մեծ ճանապարհով, որը տարին 12 ամիս, հակա այդ տարբեր ճանապարհներով։ Ու անելու է, օտարին սիրահարվածներ։ Դուք Հայաստանի Հանրապետության ներկայ եւ ապագայի սպառնալիք չեք կարողանալու հանդիսանալ։ Դուք կաք արդեն իսկ Հայաստանի Հանրապետության ներկայ եւ ապագայի սպառնալիքը արդեն իսկ կաք, բայց դուք քաղաքական մակարդակով մահանալու եք, մահանալու։ Ժամ առ ժամ, չկասկածեք։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե ինքնիշխան, ինքնուրույն իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ժողովուրդը, որի դեմը խաղ չկա, հայ ժողովրդի ցավը տանեմ, որ թացը չորից տարբերում է, կեցե հայ ժողովուրդը, որը որ անկեղծերը կեղծավորներից տարբերում է, կեցե աշխարհում հարստությունը չունեցող եւ ուժը չունեցող հայ ժողովուրդը, որ անկեղ սիրահարված է իր սեփական պետությանը եւ սպասարկում է միան իր սեփական պետության շահը։ Կեցե այն հայ 100,000-ավոր ժողովուրդը, ով ամուր անշահախնդիր կանգնած է իր սեփական ձեռբերման անվտանգության եւ պաշտպանության թիկունքին եւ սրբորեն իր ձեռքերի մեջ իր սեփական ձեռբերումը պահպանում եւ պաշտպանում է այս օտարին սիրահարված, օտարի շահերը սպասարկող վիշապներից։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Իսկ քաղաքական մահը շատ շուտով վրա կհասնի օտարին սիրահարված օտարի շահերը սպասարկողներին։ Քաղաքական մահը շատ շուտով մենք չենք հասնի մեր աչքները թարթենք, արդեն իսկ վրա կհասնի, ովքեր որ Հայաստանի Հանրապետության ձեռբերումներին իշա հայ ժողովրդի, իշա Հայաստանի Հանրապետության ատելությամբ են վերաբերվում, խանդով են վերաբերվում։ Քաղաքական մահը մենք չենք հասնի մեր աչքները թարթենք, վրա կհասնի նրանց, ովքեր խաղաղությունը ուզում են վերածեն պատերազմի, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից, որպեսզի առանց որևէ խոչընդոտի Հայաստանի Հանրապետությունը որպես կռվախնձոր օգտագործեն օտարի շահերը սպասարկելու գործում, որպեսզի եւս մի 20 տարի, 30 տարի Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ գուբերնայի կազմում աշխատացնեն իրենց ազնական հարստությունների եւ հաջողությունների համար։ Քաղաքական մահը ձեր դրան դեմ արդեն չոքել է։ Քաղաքական մահը ձեր դրան դեմը ձեզ է սպասում։ Ձեր դրան դեմն է։ Դուք գաղափար չունեք, կամ ունեք, դուք արդեն զգացել եք։ Ուղղակի հիստերիայի մեջ ընկած եք։ Ուղղակի ձեր վախերից գորգոռում եք։ Մարդ վախից է գոռում։ Գորգորացեք, հոխորդացեք, հաչացեք։ Միևնույնն է, քաղաքական մահից պրծում չունեք, որովհետև դուք արդեն քաղաքական մահ արդեն ձեր տան մեջ նստած է։
Սենց օրվա զարգացումների վերաբերյալ թեմաներով սենց եթե ասելիք եմ ունենում, պետք է սենց հարթակ օգտագործեմ, այս ֆորմատ, այս հնարավորությունը օգտագործեմ, ես իմ ասելիքը բարձրաձայն ասեմ եւ գնահատականս հնչեցնեմ։ Դրա համար այսօր երրորդ դեպքն է, որ նորից անհանգստացնում եմ ձեզ, բայց ոչինչ, քանի որ ուզում եմ եւս մենք գնահատական բարձրաձայն հնչեցնեմ որոշ ստահակների։ Ուրեմն առանց ներվայնանալու հանգիստ, մեկ էլ սեզբան կա անդադ ինձ դրես սենց բանի, իհարկե գրագետի տեղ հուշում է, այս մի բառը սենց ասիր, կարելի է սենց ասած, էսի անենա, Ժորժ ջան, իհարկե կիրթ խոսելը շատ լավ է, շատ հաճելի է, բայց գիտեք ինչ, ես Մանվել Սարհատյանն եմ, ես Հայաստանի Հանրապետության արգոս նախարարը չեմ, որ մի բան ճիշտ ասեմ կամ սխալ ասեմ, կամ տառասխալներով ասեմ, դառնա քննադատության առարկա։ Ես մի այլ Բարձրաստիճան պաշտոնյա չեմ, որ ես մի բան սխալ ասեմ կամ ճիշտ, դառնա քննարկման թեմա։ Ես գյուղացի տղա, արդար հոգով, սրտով, ազնիվ Սենց, ես եմ, իս ճանաչողները գիտեն ես ով են, ես խոսում եմ իմ բառապաշարով, իմ ակցենտով, և ես ամեն ինչ անում եմ, որ իմ և գործնեության մեջ, և շփման մեջ, և գրառումների մեջ, և այձև խոսակցության մեջ, ես իմ նմանակից դուրս չգամ մտնեմ մի այլ ուրիշ նմանակի մեջ, որովհետև ես անտանելի կդառնամ, ես զզվելի կդառնամ, ես իմ ոչի մեջ եմ, ես իմ թեմայի մեջ եմ, ես իմ ակցենտով ես խոսում եմ, ես բարձրաձայն արտահայտվում եմ, գիտեք ինչ, հիմա բառեր կա, կարող է որ գյուղավար եմ ասում, նորմալ է, բայց ես գյուղի տղա եմ, պետք է գյուղավարի ասեմ, պետք է իմ ակցենտով ասեմ, նաև շնորհակալություն եմ ասում այն մարդկանց և հպարտանում եմ ձեր տեսակով, ովքեր որ, ասենք ես որ գրառում եմ գրում, կետադրական սխալներ են տեսնում, տառասխալներ են տեսնում, ուղղած ուղարկում են ինձ, ասում են Մանվել ջան, ճիշտ է, ձևա, այս ձև տեղադրի, այդ ձեր տեսակով հպարտանում եմ, իրոք ամբողջ անկեղծությամբ եմ ասում, ոգևորվում եմ և շնորհակալություն ձեզ, ձեր ճիշտ պահվածքի համար, ձեր ուշադրության համար, ձեր հոգատարության համար, շնորհակալություն ձեզ և հպարտանում եմ ձեր տեսակով, ես նրանք ովքեր նենց ոգևորվում են կոմենտներով, այս կուրաժիտ են, այս տակներ կպեք ձեր գործերի Լավ, չերկարացնենք, ուրեմն, բոլոր նրանք, այս օտարին սիրահարվածները, Մոսկվա բնակ ալիգարխից սկսած, կես մետրանոց չիբուրաշկով, բերանը ծուրտիկ խոխայով, իր էդ լապամանից լապող, էդ լրագրողի կարգավիճակի մեջ մտած, բոլորին աբերաբերում, լսեք ինչ եմ ասում, նրանք ովքեր, Արցախին և Արցախցուն կեղծ սիրո խոստովանություն են սենց տվել իրանց սաղ կյանքները և Արցախը և Արցախցուն օգտագործել են իրենց անձնական շահերի համար, իրենց հարստության համար, բոլորը սրբությունները կորցրած անբարոյականի վաստակներ են, քաղաքակիրթ մակարդակով ասում եմ, տես, Գիտեմ սխալ բաներ եմ ասում, բայց պետք է ասեմ, չասեմ իմ սիրտը կտրակի, անբարոյականի վաստակը ես իմ ինչ խոշան բառը չի, որ ասում եմ, լսեք ինչ եմ ասում, դուք բոլորդ սրբությունը հետ կորսած անբարոյականի վաստակ եք, նրանք, ովքեր կեղծ հայրենասիրական ճառեր ասելով, կեղծ սիրո խոստովանություններ սենց հնչեցնելով, Արցախը և Արցախցուն օգտագործել են իրենց անձնական հաջողությունների համար, Արցախը և Արցախցուն օգտագործել են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ունենալու համար, Արցախը և Արցախցուն օգտագործել են իշխանություն վերադառնալու համար,
եւ միջև մայել օգտագործում են, որպեսզի նորից իշխանություն վերադառնան։ Նրանք ովքեր կեղծ ֆորմատի մեջ այս ամեն օգտագործել են, սրբությունները կորցրած անբարոյականի վաստակներ են, ոտից գլուխ իրենց ամեն ապրած վարկյանով մեկ, ոտից գլուխ։ Նրանք ովքեր Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին կեղծ սեր բացատրելով, կեղծավոր կենացներ խմելով, օգտագործել են իրենց ազնական հաջողությունների, իրենց ազնական հարստությունների համար, սրբությունները կորցրած անբարոյականի վաստակներ են, ոտից գլուխ իրենց ամեն ապրած մեկ վարկյան կյանքով հանդերձ։ Նրանք ովքեր մեր գերիների անունները հիշատակելով, մեր գերիների անունը տալով, մեր գերիներից խոսալով, սրտմաճմնիկ կենացներ ասելով, հարկ եղած դեպքում բոզալաս տալով, տեսախցիկների առջև, օգտագործել են իրաց քաղաքական շահերի համար, քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, բոլորը սրբությունները կորցրած անբարոյականի վաստակներ են, ոտից գլուխ։ Նրանք ովքեր, նորից եմ ասում, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր որ գերեվարված են եղել Ադրբեջանում, ովքեր որ գերեվարված են միջև հիմա, ովքեր սրտմաճմնիկ կենացներով, բոզալաս տալով տեսախցիկների առջև, սրտմաճմնիկ սեհենց խոսություններ են օգտագործելով այդ ամենը մեր տղաներին իրանց քաղաքական PR-ը ապահովելու համար, իրանց սատկած, ոչ հեղինակություն չվայելող, ոչնչացված, սպանված քաղաքական կյանքը վերակենդանացնելու համար, դիվիդենտներ հավաքելու համար, սրբությունները կորցրած անբարոյականի վաստակներ են։ Նրանք ովքեր հանուն Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության համար երկնային հրեշտակներ են դարձել։ Նրանք ովքեր հանուն Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության համար երկրային հրեշտակներ դարձած մեր եղբայրների անունը հիշատակը շահարկում են քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար, սրտմաճմնիկ էլի սենց տեսախցիկների առջև բոզալաս տալով, սրբությունները կորցրած անբարոյականի վաստակներ են, ամեն ապրած իրենց մի վարկյան կյանքով։ Եվ ամփոփելով խոսքս լսեք, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ ատելությամբ լծված ստահակներ, 2018 թվականին մերժված փաթեթավորված փաթեթ, ովքեր որ այլևս զրկվել են այն հնարավորությունից, որ կարելի է Հայաստանի Հանրապետությունը իրենց ազնական հարստության եւ հաջողությունների համար օգտագործել, ովքեր զրկվել են այն հնարավորությունից, որ կարելի է Հայաստանի Հանրապետությունը որպես կռվախնձոր օտար պետության շահերի համար օգտագործել, ովքեր որ զրկվել են այն հնարավորությունից, որ կարելի է Հայաստանի Հանրապետության հարստությունը գույք պարկի դիմաց հաճոյանալու համար իրանց տերերին նվիրաբերել, ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Այո, դուք Հայաստանի հանդեպ լծված եք ատելությամբ, հայ ժողովրդի հանդեպ լծված եք ատելությամբ, որովհետև հայ ժողովուրդը 2018 թվականին ձեզ փաթեթավորել է եւ նետել է քաղաքական աղբանոց, որովհետև հայ ժողովուրդը 2018 թվականին ձեր զրկել է այն հնարավորությունից, որ դուք կարողանաք Հայաստանի Հանրապետությունը աշխատացնեք ձեր ազնական հարստության եւ հաջողությունների համար եւ ընտրել է այնպես իշխանություն, ով որ անկես մաքուր հայկական սիրով սիրարված է իր սեփական պետությանը եւ ժողովրդին, ընտրել է այնպես իշխանություն, որը աշխատում է Հայաստանի Հանրապետության հարստության եւ հաջողությունների համար, այլ ոչ թե ձեր նման Հայաստանի Հանրապետությունը աշխատացնում է իր հարստության եւ հաջողությունների համար, այլ ոչ թե ձեր նման Հայաստանի Հանրապետությունը գույք պարկի դիմաց նվիրաբերում է օտարին, ընդհակառակը նվիրաբերած Հայաստանի Հանրապետության հարստությունը, որ նվիրաբերել է օտարին, հետ է վերադարձնում։
Այն ոչ թե ձեր նման, որ Հայաստանի Հանրապետությունը որպես կռվախնձոր օգտագործում է օտարի շահերը սպասարկելու գործում։ Ոչ, ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունում հաստատել է խաղաղություն, այլևս թույլ չի տալի որևէ օտարին Հայաստանի Հանրապետությանը իր հարևան պետությունների հետ կռվստի որպես կռվախնձոր իր շահերի համար, ոչ, հաստատել է խաղաղություն եւ իր հարևան պետությունների հետ իր հարաբերությունները վերականգնում է խաղաղությունը հաստատելով, ճանապարհները բացելով, հայ ժողովրդին տալով կյանք, ուժեղացում, հզորացում, չգիտեմ, երջանկություն, աշխուժություն, բոլոր ոլորտներում զարգացում, հարստություն, հզորացում, որովհետև կյանքը, ուժեղացումը, բոլոր ոլորտներում ձեռքբերումները, զարգացում, աշխարհը խաղաղության մեջ է։ Սրա մասին շատ ենք խոսացել։ Ես ուղղակի ցանկացա սրանց ասեմ, նրանք ովքեր կեղծավոր խոսյութներով այս ժողովրդին, չգիտեմ, հանուն այս պետության լինելության համար երկրային հրեշտակ դարձած մեր եղբայրների հիշատակը, մեր գերավորված եղբայրներին, Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Արցախի ժողովրդին, Արցախը, Հայաստանը կեղծավոր խոսյութով օգտագործել են իրանց անձնական իշխանությունը պահելու համար, իրանց անձնական քաղաքական PR ապահովելու համար, իրանց անձնական հարստության եւ հաջողությունների համար, նրանք բոլորն էլ, դուք բոլորդ էլ սրբություններդ կորցրած անբարոյականի վաստակներն եք եւ ոչ ժեթերային բառապաշարով ամբողջ ազգը ձեզ լիքը բան ասում։ Ազգ, ժողովուրդ, խնայեք ձեր պետքարանները, մի օգտագործեք ձեր պետքարաններից եւ ձեր բնական կարիքները գնացեք եւ հոգացեք այդ տեսակի բերանի մեջ։ Աստծով ամեն ինչ, այս ամեն ինչից ներողություն եմ խնդրում, չէր կարելի Տիրոջ անունը տալը, բայց գիտեք ինչ ժողովուրդ ջան, ես ամեն ինչ արի, էլի կիրթ, կուլտուրական չափը չանցնելով սենց ֆորմատի մեջ իմ գնահատականը հնչեցնեմ դրանց, որտեվ տեսնելով իրանց այս ակտիվությունը, այս անկանոն գրառումները, այս նախանձությունը, տեսնելով, որ այս ոնց են ընդդիմացել խաղաղությանը եւ խաղաղությունը ուզում են ամեն ինչ անեն, որ վերածեն պատերազմի, ես ներվայնանում եմ։ Նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում խաղաղությունը ընդդիմանում են խաղաղությանը եւ խաղաղությունը ուզում են վերածեն պատերազմի, բոլոր այդ մուլուցքով տարապողները քաղաքական մակարդակով սպանվելու են Հայաստանի Հանրապետությունում։ Աստծով ամեն ինչ լավ է լինելու, արդեն իսկ լավ է, իմ նման էմոցիոնալ մարդկանց համբերություն, ամեն ինչ լավ է լինելու։ Բարիք շրջես։ Ես իմ ասելիքը հստակ, ուղիղ, բառից ուղիղ իմաստով այդ տեսակին ասեցի։ Իմ գնահատական այդ տեսակի հասցեին հնչեցրեցի։ Գնացեք տեղավորվեք ինչքանի մեջ որ կարողանում եք։